Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի սկանդալային հեռացումը կասկածի տակ է դրել գիտական այս հաստատության միջազգային ծրագրերը։ Վտանգված են պլանավորված գիտաժողովները աշխարհում հայտնի ցեղասպանագետների մասնակցությամբ։ Ես հրավիրված էի գիտաժողովի, բայց ես մի չկամ։ Նեբրասկա Լինքոլնի համալսարանի պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանը շեշտում է, խնդիրն այստեղ անձի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի հարցը չէ, այլ այն, որ նրան ստիպեցին գործից հեռանալ միայն այն բանի համար, որ նա Արցախի վերաբերյալ գրքեր էր նվիրել Միացյալ Նահանգների փոխնախագահին։ Այսօր եթե ուզենք միջազգային գիտաժողով կազմակերպել Արցախի էթնիկ զտման առնչությամբ ակադեմիական ուսումնասիրություն, ոչ թե քաղաքական եւ այլն, արդյոք թույլատրություն դրվի այս գիտաժողովը ցեղասպանության թանգարանին ներս կազմակերպել։ Այսպեսի հարցեր ունենք մենք։ Վենց ամուսիններին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելը Հայաստանի վարչապետը սադրիչ քայլ էր որակել։ Նրա ցուցումով էլ Գզոյանը հեռացավ աշխատանքից։ Թանգարան ինստիտուտի անձնակազմը հոգաբարձուների խորհրդում շատերը ընդվզեցին, բայց անօգուտ։ Սրան հետևեցին բազմաթիվ հայտարարություններ աշխարհի տարբեր գիտական կենտրոններից, ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող կազմակերպություններից։ Միջազգային ակադեմիական աշխարհում շատ լուրջ մտահոգություն կա։ Հայաստանում ակադեմիական ազատությունը ստորադասվում է քաղաքական նպատակահարմարությանը, շեշտում է պրոֆեսորը։ Արդյոք պատմաբանները խոսքի ազատություն պիտի ունենան, արձանագրելու իրենց ուսումնասիրությունները ցեղասպանության թանգարանները ներս։ Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիան հայտարարել էր Հայաստանն այո բարդ իրավիճակում է, ձգտում է Ադրբեջանի հետ կարգավորել հարաբերությունները, բայց պատմական հիշողության ջնջումը չի կարող պայմանավորված լինել կարճաժամկետ քաղաքական կարիքներով։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում հաստատում են մտահոգությունները։ Այն ինչ որ կապ ուներ միջազգային մեր գործընկերների հետ, որոշները սառեցված են կամ այս պահին անորոշ վիճակում են։ Միջազգային գիտաժողովներ են պլանավորել, գիտական քարտուղար Նարինե Մարգարյանը կասկածում է, որ դրանք տեղի կունենան։ Փոքր մտավախություն կա, որ այն մարդիկ, ովքեր այդ լավագույն ցեղասպանագետները, ոլորտի մասնագետները, իրենք արդեն խոսել են, որ վտանգված է այստեղ ակադեմիական ազատությունը, արդյոք այս պայմաններում նրանք կորոշեն դիմել։ Կոնֆերանսներից մեկը ֆրանսիական կողմի հետ է, սակայն հոգաբարձուների խորհրդի նախագահ ֆրանսահայ ցեղասպանագետ Ռայմոն Գևորգյանի հրաժարականից հետո այն կարծես թե չհարկվում է։ Մեր հոգաբարձուների խորհրդի նախագահն էլ որոշակի մասնակցություններ կոնֆերանսի կազմակերպմանը, իսկ նրա հրաժարականից հետո դեռևս ընթացք չի տրվել այդ ծրագրին։ Թանգարան ինստիտուտը Եվրամիության ծրագրով 2 տարի է պատմական հիշողության փոխանցման մեխանիզմների վերաբերյալ ծրագիր է անում։ Եվրոպական կողմից ազդակներ կան, որ միգուցե 3-րդ տարին այն չկայանա այն ձևաչափով, ինչպես որ նախատեսված էր։ Ցեղասպանագիտական հանդեսի հետ կապված սահմանափակումների ենք բախվում, նշում է Թանգարան ինստիտուտի գիտական քարտուղարը։ Ամսագիրը 2025-ին ընդգրկվել է Սկոպուս միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում։ Ցեղասպանագիտության միջազգայնացման, հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական աշխատանքներն աշխարհին հասցնելու հնարավորություն է սա։ Աշխարհի անվանի ցեղասպանագետների անուններն այժմ բողոքի նամակների տակ են։ Դժվար թե համագործակցեն մեզ հետ, ափսոսում է Նարինե Մարգարյանը։ Խնդիրը անձեր չեն, այսինքն այստեղ երևույթն է, որ դրսի գիտնականները միշտ տարանջատում են քաղաքականությունը ակադեմիական ազատությունից եւ այստեղ այդ մարդկանց մտավախությունը խոսքի եւ ակադեմիական ազատության դա է կարծես նրանց հետ պահում այն համագործակցությունից, որը կարող էր լինել։ Հայ ցեղասպանագետ պատմաբանների համար թե ամսագիրը, միջազգային գիտաժողովները, թե արտերկրի գիտնականների հետ համատեղ ծրագրերը ցեղասպանության միջազգայնացման հնարավորություններ են։ Թանգարան ինստիտուտի գիտական քարտուղարը շեշտում է, մեծ աշխատանք է կատարվել նախորդ տարի, միայն 2025-ին մի քանի կարևոր աշխատություններ են տպագրվել հեղինակավոր հրատարակչատներում։ Երեխաների տեղահանման ու բռնի թրքացման վերաբերյալ աշխատանքը, պատմական հիշողության վերաբերյալ ուսումնասիրությունը, թանգարանի կատալոգը թարգմանվել տպագրվել է եւս 5 լեզուներով, շարունակել են արխիվում եղած ականատեսների ձեռագիր հուշագրերը տպագրել։ Պիտի այս օրերին գրքերի շնորհանդեսները լինեին, բայց ոչինչ էլ չեղավ։ Քանի որ ձեռքբերումները միասին էին արվել, դրա համար արդեն այդ հարցը չքննարկվեց։
Նարինե Մարգարյանը շեշտում է ցեղասպանության հարցն արտաքին քաղաքական գերակայությունից հանելու, Արցախի հարցը փակելու վերաբերյալ իշխանության հայտարարություններն այնուամենայնիվ չեն փոխել Թանգարան ինստիտուտի նախկինում սկսած ծրագրերի ընթացքը։ Մինչ այս պահը մենք որոշակի սահմանափակումներ չենք ունեցել, բացառությամբ այս արարողակարգի հետ կապված դրվագի, մենք մշտապես շարունակել ենք մեր գիտական ուսումնասիրությունները, տպագրվել ենք եւ Արցախի թեմայով եւ ցեղասպանության միջազգային իրավական տարբեր հարթակներում մենք մեր խոսքը գիտական, ակադեմիական հարթակներում ունեցել։ Խնդիրը կրկնում է միջազգային ծրագրերի հետ է կապված, դրանք կամ անորոշ են, կամ սառեցված։ Թանգարան ինստիտուտում այժմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է Հրաչյա Թաշչյանը, դիվանագետ է ու վարչապետի թիմակիցը։ Չկա այդպիսի բան, չէ, իհարկե չկա։ Թաշչյանը պնդում է միջազգային համագործակցության չեղարկում չկա։ Մեկը կան, որի վերաբերյալ վերջնական որոշում այսպես չէ եղել։ Հիմա այսպես բանի մեջ է, արտախված վիճակում է։ Մեկ կոնֆերանսում է, որը որ ծրագրի մեջ է, այսինքն ուժի մեջ է, ոչ բան չի փոխվել։ Նոյեմբերին ծրագրված է հայոց ցեղասպանության իրագործումը Սիրիայի ու Միջագետքի անապատներում թեմայով միջազգային գիտաժողով։ Սա նկատի ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Հայտարարությունն արդեն տեղադրված է Թանգարան ինստիտուտի էջում։ Ըստ գիտ քարտուղարի, խնդիրն այն է, արդյոք միջազգային գիտաժողովը կլինի միջազգային։